Գավառ համայնքն առաջիկայում կունենա բնահեն լուծումներով այգի։ 30,000 եվրո բյուջեով ծրագրի նպատակն է նպաստել էնդեմիկ բույսերի պահպանությանն ու շրջակա միջավայրի բարելավմանը, միաժամանակ այն վերածելով ժամանցի վայրի, նաև առողջ ապրելակերպը խթանող միջավայրի։ 2017-ից Եվրամիության քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրին միացած Գավառի համայնքապետարանը նախ պարտավորվել է համայնքում էներգոարդյունավետությանը եւ վերականգնվող էներգիային ուղղված այնպիսի քայլեր անել, որոնց շնորհիվ մինչև 2030 թվականը 30%-ով կկրճատվեն ածխաթթու գազի արտանետումները։ Պարտավորության կողքին ակնկալվող արդյունքն է Գավառը կունենա երազանքի այգի։ Քաղաքում հայտնի Ժակի բուլվարը վերածելու ենք բնահեն կանաչ գոտու, ասում է ծրագիրն իրականացնող Բլեջան կազմակերպության ղեկավար Լիաննա Ասոյանը։ Իր ամենակարևոր նպատակներից է, որպեսզի ադապտացիոն ծրագրեր լինեն, քաղաքականություններում փոփոխություններ լինեն, տարբեր գործողություններ կան, այդ թվում նաև քաղաքականությունների հարմարեցում, Փարիզյան համաձայնագրի ներքո եւ Եվրոմիության այլ երկու համաձայնագրերով, նաև բնային լուծումներով քաղաքային համայնքների կառուցում, համայնքներում բնային լուծումներով տարբեր գործելավոճերի ներդրում, շատ բազմապրոֆիլ է, միայն այս բնային լուծումներով գործողությունները չեն նախատեսված։ Կանաչապատվելու է այնպիսի բուսատեսակներով, թփերով, ծառերով, որոնք հատուկ են մեր կլիմային։ Սա Եվրամիության կողմից Հայաստանում կյանքի կոչվող կանաչ նախագծերից մեկն է միայն։ Նույն ծրագրի շրջանակում ֆինանսավորվել է նաև Տաշիրի համայնքապետարանը։ Էներգախնայողության աջակցության հիմնադրամի հետ կլիմայական կամուրջ ծրագիրն են իրականացնում։ Եվրամիության արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության եւ էներգետիկ անվտանգության այս ծրագիրը, որ Հայաստանում մեկնարկել է 2024-ին եւ ավարտվելու է 2027-ին, մի շարք նախաձեռնություններ է միավորում։ Ծրագրերը համաֆինանսավորվում են Եվրամիության եւ Գերմանիայի շրջակա միջավայրի կլիմայական գործողությունների, բնության պահպանության եւ միջուկային անվտանգության նախարարության կողմից։ Կանաչ տնտեսություններին միտված քայլերը գնալով ավելի են տարածվում տարբեր համայնքներում, որովհետև բնակիչները տեղական մակարդակում սկսում են գիտակցել էկոլոգիական ռիսկերը կանխելու եւ կանաչ տնտեսությունները զարգացնելու կարեւորությունը, իրավապաշտպան բնապահպան Օլեգ Դուլգարյանն է ասում։ Հույս է հայտնում, որ կանաչ ռազմավարությունների ներդրմամբ շատ եվրոպական երկրների նման մեր երկրում էլ նախկին հանքարդյունաբերական վայրերը կփոխակերպվեն ավելի կայուն տնտեսության օրինակների։ Դուլգարյանի դիտարկմամբ այս մոդելը բացի ներդրումներից նաև եվրոպական արժեք է իր հետ բերում։ Օրինակ Չեխիայի Հանրապետությունում Օստրավա քաղաքը ինքը եղել է մետաղաձուլական մեծ քաղաք, դրան զուգահեռ ժամանակին զարգացվել է կանաչ քաղաքականության մոտեցումը եւ հիմա ամբողջ քաղաքը այդ նույն քաղաքի ինֆրաստրուկտուրաների հիման վրա զբոսաշրջություն է զարգացնում։ Ընդունված սկզբունքներ կան, որոնք որ նաեւ Եվրոպական միության տարբեր փաստաթղթերից են ռազմավարական բխում, որոնք թելադրում են, որպեսզի նաեւ տեղական համայնքները իրենք ուժեղացնեն իրենց կանաչ քաղաքականությունը, որովհետև առանց կանաչ քաղաքականության համայնքի կայուն զարգացումը առհասարակ հնարավոր չէ։ 2025-ի սեպտեմբերին Եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստանում էր։ Այցին ընդառաջ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել։ Կոսի առաջին այցը առանձնակի կարևոր էր այն համատեքստում, որ Եվրամիությունը մեծացնում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում մի շարք ուղղություններով, որոնցից կանաչ ծրագրերին առանձնակի նշանակություն է տրվում։ 2021-ից ի վեր Եվրամիությունն արդեն ավելի քան 2.5 միլիարդ եվրո է ուղղել Հայաստանին։ Միայն 2024-27 թվականներին դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակում տրամադրվել է 270 միլիոն եվրո, ուղղված էներգետիկ արդյունավետության բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման, կանաչ տնտեսության զարգացման եւ կրթական ծրագրերի աջակցմանը, եւ պատրաստ է Հայաստանին հատկացնել ավելի քան 200 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցություն դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի շրջանակում։ Հայաստանի հետ Եվրամիությունը նախատեսում է ավելի ուժեղ անվտանգային գործակցություն եւ կանաչ օրակարգն այստեղ առանցքային է։ Կապակցվածության օրակարգի շրջանակում Տաշքենտում ստորագրվել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիրը 500 միլիոն եվրո արժեքով,
հայ լրագրողներին տեղեկացրել էր Մարտակոսը։ Այս օրինակ մեծ նախագծերում մենք աշխատում ենք միջազգային ֆինանսական կառույցների, այս դեպքում գերմանական KfW բանկի հետ։ Սա 500 միլիոնանոց ներդրում է էլեկտրացանցի համար, ձեր էլեկտրացանցը վրացականի հետ միացնելու համար եւ մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա։ Ինչու՞։ Որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից։ Եվ սա գիտեք, մեր փորձառությունն է նաև։ Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի եւ նաև մեզ համար։ Օրինակ, երբ 2022-ին պատերազմը սկսվեց, Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը եւ կարծում եմ նավթի 40%-ը։ Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ որ հեշտ է։ 2025-ի հոկտեմբերի 29-ին Եվրոպական ներդրումային բանկը Կենտրոնական բանկի հետ ստորագրել է 100 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։ Նախատեսվում է, որ գերմանահայկական հիմնադրամի ծրագիրը կաջակցի մոտ 500 ձեռնարկությունների եւ կպահպանի մոտ 14,000 աշխատատեղ։ Ֆինանսավորման մեծ մասը կուղղվի մարզային նախագծերին, առնվազն 30%-ը կանանց ձեռներեցությանն ու 40%-ը կանաչ նախագծերին։ Նպատակն է ամրապնդել Հայաստանի տնտեսական դիմակայունությունը կայուն ֆինանսավորում ուղղելով փոքր բիզնեսներին, հատուկ ուշադրություն դարձնելով կին ձեռներեցներին։ Կանաչ խորհուրդների դաշնության համահիմնադիր Հռիփսիմե Քոչարյանը ռադիոլուրի հետ զրույցում խոսում է մեր երկրում կանաչ քաղաքականությունների անհրաժեշտությունից ու այդ առումով հենց կանանց ակնկալիքներից։ Եվրոպական փորձն է մատնանշում։ Սկանդինավյան երկրներում կանայք շատ վաղուց ներգրաված են կլիմայի փոփոխության, դիմակայանության, քաղաքականությունների մշակման, թափոնների վերամշակման, կանաչ տնտեսությունների կառուցման գործընթացում դրա համար սկանդինավյան երկրները շատ արագ զարգացում են ունենում ու աշխարհում առաջատարներից են, ճիշտ է Հայաստանում եւս սկսել է տենդենսը եւ կանայք ակտիվ մասնակցություն են ունենում համայնքային կանաչ նախաձեռնություններում, սոցիալական ձեռնարկատիրություններում հենց կանաչ քաղաքականությունը միտված է դրան։ Այսինքն չեն կարող ասել կայուն զարգացում, կայուն լուծումներ առանց կանանց ակտիվ մասնակցության։ Նոյեմբերին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հաղորդեց 5 միլիոն եվրո ներդնելու հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ամրապնդման եւ Հայաստանի միջուկային անվտանգության մասնագիտական թիմերի աջակցման նպատակով։ 2023-24 թվականներին կյանքի է կոչվել Եվրամիությունը հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի ծրագիրը։ 2.8 միլիոն եվրո բյուջեյով ծրագիրը Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի համայնքներին հասանելի է դարձրել էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի նոր լուծումներ։ 105 համայնքներում վերականգնվող էներգիայի եւ էներգաարդյունավետության միջոցառումներ են իրականացվել համաֆինանսավորմամբ։ Միայն Շիրակի 21 գյուղական բնակավայրերում բարելավել են էներգաարդյունավետության հնարավորությունները։ Ռադիոլուրին ասում է ծրագրի Շիրակի մարզի համակարգող Լիլիա Համբարձումյանը հայկական Կարիտասից։ Ընդհանուր բյուջեն ծրագրի 2 միլիոն 800 եվրո էր, բայց այն հատվածը, որ Կարիտասն է արել, 218,000 եվրո է եղել։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից է ֆինանսավորվել եւ պատվիրակված GIZ-ի կողմից եղել է բնական պաշարների կառավարում եւ էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար ծրագրի մաս։ Այն է բարելավել էներգաարդյունավետությունը եւ նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը։ Կանաչ ուղղություններից է նաև ջրայինը։ Եվրամիության ջրային նախաձեռնություն պլյուս ծրագրի աջակցությամբ Հայաստանը մշակել է Սևանա լճի գետերի ավազանի կառավարման 2022-27 թվականների պլանը։ Նպատակը բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը, ասում է շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը։ Ունենք նաև Հայաստանի եւ Եվրամիության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում մեր ազգային օրենսդրությունը Եվրամիության դիրեկտիվներին մոտարկելու նման պարտավորություն, պայմանականորեն ջրային ռեսուրսների մեր Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանել ենք 6 ջրավազանային կառավարման
կառավարման տարածքների, որոնցից յուրաքանչյուրի համար մշակվում են ջրավազանային կառավարման պլաններ, ջրօգտագործման, ջրահեռացման, ջրային ռեսուրսների պահպանության, էկոհամակարգերի պահպանության, ջրապահպան գոտիների գոտիավորման, չափորոշիչների սահմանման համապարփակ փաստաթուղթ է։ 2025-ի դեկտեմբերի 10-ին Գավառում մեկնարկեց Եվրամիությունը Սևանի համար պլյուս ծրագիրը Գերմանիայի եւ Եվրամիության համաֆինանսավորմամբ ու GIZ-ի իրագործմամբ։ Սա Եվրամիությունը Սևանի համար նախորդ ծրագրի շարունակությունն է։ Նպատակն է բարելավել Սևանալճի կենցաղային կեղտաջրերի բնական մաքրման համակարգերը։ Դեկտեմբերի 2-ին Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունն ընդունեցին Եվրամիություն-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Փաստաթղթի ստորագրմանը Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ Եվրոպական միությունը 15 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության եւ դիմակայունության ամրապնդման համար։ Դեկտեմբերի 9-ից 10-ը պաշտոնական այցով Գերմանիայում էր Նիկոլ Փաշինյանը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Փաշինյանն ստորագրեց երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր, երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի խորացնելու նպատակով։ Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպմանը վարչապետը նշել էր, որ այստեղ առանձնակի հետաքրքրված են կանաչ ջրածնով, որ ներկայում մեծ պահանջարկ ունի որպես անվնաս վառելիք։ Մեծ հետաքրքրություն կա կանաչ ջրածնի վերաբերյալ եւ ասեմ նրանց համար, ովքեր կանաչ ջրածին տերմինը պարզաբանման կարիք ունի, արևային էլեկտրոէներգիան օգտագործվում է ջրածին արտադրելու համար, իսկ ջրածինը արդեն օգտագործվում է որպես վառելիք եւ հիմա նաեւ Եվրոպական միությունը ծրագրեր ունի Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, կանաչ ջրածնի արտահանման կամ ներմուծման իրենց պարագայում ուղիներ ստեղծել եւ մենք այցի արդյունքներով հասկացանք, որ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք այս ոլորտին։ Արտադրված եւ պահեստավորված ջրածինը մատակարարվում է ջրածնային կայան կամ վերափոխվում էլեկտրաէներգիայի, ինչի արդյունքում սպառողներն ստանում են էլեկտրաէներգիա առանց ածխածնային արտանետումների։ Վարչապետ Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ իր հանձնարարականով Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության հարցերի ուսումնասիրման աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կգործակցի ոլորտի առաջատարներից գերմանական Fichtner ընկերության հետ։ Փաշինյանի դիտարկմամբ Հայաստանում արևային էներգետիկան լուրջ տեմպեր է գրանցում։ Արևային կայաններն իրենց հզորությամբ եռակի գերազանցում են հայկական ատոմակայանին։ Սրան զուգահեռ շատ կարևոր է արևային էներգիայի կուտակիչ կայանների ստեղծումը, ինչը շատ մեծ հեռանկարներ կբացի ինչպես Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման, այնպես էլ էլեկտրաէներգիա արտահանող երկրի վերածվելու տեսանկյունից։